որտեղից են սկսում հայ դասական երաժշտության ակունքները։ Ով է հայ դասական երաժշտության ռահվիրանը։ Արդյոք հայ դասական երաժշտությունը գաբեր ունեցել է եվրոպական դասական երաժշտության հետ։ Երբ եւ ինչպես։ Պարզվում է, որ Տիգրան Չուխաջյանի եւ Արմեն Տիգրանյանի, Քրիստափոր Կարամուրզայի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի, Մակար Եգմալյանի եւ Կոմիդասի կողքին մեկտեղ, գուցեև ավելի վաղ ժամանակաշրջանում Տրանսիլվանիայի խորքերից մի ոմն Ակա Պստիգյան անունով հետ այսու Կարոլ Միկուլի եղել է այն ռահվիրաներից մեկը։ Սակայն ով է այս Միկուլին։ Եվ արդյոք հայկական ծագումը բավական է, որ նա կանգնի մեր մեծերի կողքին։ Այնուամենայնիվ գտնում եմ, որ արժանի է պատմել հայացքի այս շատ հետաքրքիր անձնավորության մասին։ Այսպես ուրեմն Ակա Պստիգյան կամ ինչպես հայտնի է Կարոլ Միկուլի, դաշնագահար, կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական խմբագիր, ծնվել է հայ վաճառականի ընտանիքում 1819 թվականի հոկտեմբերի 20-ին Չեռնովցի քաղաքում, որը այն ժամանակ Ավստրո-հունգարական իմպերիայի մասն էր կազմում, ներկայիս Ուկրաինայի տարածքում։ Միկուլի ընտանիքը ապրում էր քաղաքի հայկական տաղամասում, որը հաստատում է հայկական համայնքի գոյությունը Չեռնովցի քաղաքում։ Ավելին, այս հոյակերտ հայկական կաթոլիկ եկեղեցին կառուցվել է դեռևս 1875 թվականին եւ որը մինչ օրս կանգուն է Չեռնովցի քաղաքի սրտում։ Սակայն ափսոսանքով կարելի է նշել, թե այս հոյակերտ սուրբ եկեղեցին կամերային երաժշտության դահլիճի է վերածվել։ Այն մեծ հայկական համայնքը, որը գոյություն ուներ 19-րդ դարում, անհայտ գոլորշիացավ երկրորդ աշխարհամարտից հետո, որտեղ եւ ինչպես ոչ ոք չգիտի։ Միկուլի հայրը վաճառական Հակոբը քաղաքի Շկեղ Մոլդավիա հյուրանոցի տերն էր։ Այդ հյուրանոցի դահլիճում հաճախ եվրոպական տարբեր քաղաքներից հանրաճանաչ կոմպոզիտորներ էին ժամանում ու ելույթ ունենում։ Հավանաբար այդ ելույթները տպավորել են ու իրենց աստեցությունն են թողել փոքրիկ Միկուլիի երաժշտական աշխարհայացքի ձևավորման մեջ։ Ընտանիքում միանգամից նկատեցին փոքրիկ Ակայի սերը երաժշտության հանդեպ։ Նա իր առաջին դաշնամուրային դասերը ստացել է մորից, որը ի դեպ շատ լավ դաշնագարուհի էր։ Այլ խոսքով նա իր երաժշտական տաղանդը ժառանգել է մորից։ Այնուհետև Կարոլի տնային երաժշտական ուսուցիչը դարձավ լեհ հանրահայտ դաշնագահար Օսկար Քարլբերգը։ Չեռնովցի քաղաքի գիմնազիան ավարտելուց հետո 1839 թվականին ընդունվում է Վիեննայի բժշկական համալսարանը եւ 1844 թվականին ավարտում այն։ Սակայն բժշկությունը նրան չհետաքրքրեց եւ կարճ ժամանակ անց վերադառնում է երաժշտությանը։ Հավանաբար նրան ավելի շատ հետաքրքրում էր մարդկանց հոգիները բուժել, ոչ թե մարմինները։ Նույն տարին, որ նա ավարտում է բժշկական համալսարանը, այսինքն 1844 թվականին,
Միքուլին մեկնում է Փարիզ դաշնամուրի դասընթացներ ստանալու Ֆրեդրիկ Շոպենի մոտ, սակայն մեծ վարպետի մոտ ընկնելը և ուսում ստանալը ամենևին էլ դյուրին չէր, եթե ոչ անհնար։ Մի քանի անաչող փորձից հետո հուսահատվում է երիտասարդ Միքուլին։ Ինչ է, երազանքները հոդս ցնդեցին։ Սակայն ֆրանսուհի հանրահայտ գրող Ջորջ Սանդի երաշխավորումից հետո, որը ինչպես հայտնի է սիրային գաբի մեջ էր Շոպենի հետ, մեծ վարպետը համաձայնվում է Միքուլիի հետ դաշնամուրի դասընթացներ անցկացնել։ Եվ էլ ավելին վարպետին ոգևորեց Միքուլիի 3 ջութակի համար գրված սկերցոն լսելուց հետո։ Ամիսներ անց նա դառնում է մեծ Շոպենի ոչ միայն գադարյալ աշակերտը, այլև օգնականը ու մտերիմ ընկերը։ Զուգահեռաբար Միքուլին կոնտրապունկտ և կոմպոզիցիա է սովորում ֆրանսիացի կոմպոզիտոր Նապոլեոն Անրի Ռեբերի մոտ։ Փարիզում հանդիպում և ծանոթանում է այնպիսի մեծերին, ինչպիսիք ֆրանսիացի գրող և բանաստեղծ Ալֆրեդ դե Մուսեին, գերմանացի գրող երգիծապան Հենրիխ Հայնեին, հունգարացի կոմպոզիտոր Ֆրանց Լիստին և ֆրանսուհի գրող Ջորջ Սանդին և այլոք։ Մի խոսքով պարիզյան մտավորականության հետ ստեղծագործական և երկարատև ընկերական կապերի մեջ էր Միքուլին։ Միքուլին մեծ հեղինակությամբ կոնցերտ դաշնակահար վարպետ էր։ 1847 թվականին սկսում է իր 10-ամյա ոդիսական շրջագայությունը ողջ Եվրոպայով, ելույթներ ունենալով Ֆրանսիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ռուսական իմպերիայում, Ռումինիայում, Գերմանիայում ու Լեհաստանում, և հաճախ իր ելույթներում Շոպենի կոմպոզիցիաներին յուրահատուկ ուշադրություն էր դարձնում։ 1858 թվականին թողնելով բեմահարթակը հիմնադրում է Լեմբեր քաղաքի այսօրվա Լվովի կոնսերվատորիան։ Այնտեղ պրոֆեսորություն է անում 30 տարի, այսինքն մինչև կյանքի վերջը։ Դասավանդում է դաշնամուր, հարմոնիա, կոնտրապունկտ, կոմպոզիցիա, երաժշտության տեսություն և ռիթմ։ Նրա շնորհիվ է, որ շոպենյան դաշնամուրային ուրույն կատարման արվեստը ծաղկեց Լվով քաղաքում ու այնուհետև ամբողջ Ուկրաինայում և Լեհաստանում։ Ավելին, երկար դարիների բեղում աշխատանքի շնորհիվ առաջացավ Միքուլիի կատարման մեթոդը։ Միքուլին կամ Պզդիկյանը հազիվ թե 40 ստեղծագործություն է գրել։ Նրա լավագույն ստեղծագործություններից են 2 պոլոնեզ, 6 գործ դաշնամուրի համար, սերենադա կլարնետի և դաշնամուրի համար և իհարկե նրա գլուխգործոցը Grand Duon ջութակի և դաշնամուրի համար։ Մի զարմանալի նորարարական գործ էր իր ընդհանուր երաժշտական ձևի մեջ։
Այս գործը գրել էր մեծ լեհ ջութագահար վիրտուոզ Լիպինսկու հիշադակին, որը մահացել էր 1861 թվականին և որը Պագանինիի ամենամեծ ախոյանն էր մինչև կյանքի վերջը։ 1879 թվականից Dover Publications հրատարակչության հետ համատեղ Միքուլին լույս է ընծայել Շոպենի խմբագրված ստեղծագործությունները դաշնամուրի համար, որոնցով ուսանում են առ այսօր։ Նրա խմբագրությամբ Լեյպցիգում լույս է տեսնում Քիստներ հրատարակչությունից Ֆրեդրիկ Շոպենի դաշնամուրային ստեղծագործությունները 17 հատորով։ Միքուլի խմբագրությամբ Շոպենի ստեղծագործությունների այս ժողովածուն առաջին անգամ լույս է տեսել Ամերիկայում 1895 թվականին։ Միքուլին միշտ հիշադակվելու է որպես Շոպենի լավագույն աշակերտը և Շոպենի ստեղծագործությունների ամենահավատարիմ և լավագույն խմբագիրը։ Միքուլին ունեցել է բազմաթիվ աշակերտներ ու հետնորդներ, որոնցից են Օլգա Յանինան, Ռաուլ Կոչսլատսկին, Լուիս Մարկը, Ուիլյամ Ստենգելը, Մորիս Ռոզենտալը և շատ ուրիշներ։ Իդեպ նրա մշակութային գործունեությունը չի սահմանափակվել երաժշտությամբ միայն։ Չերնովցի քաղաքում առաջին հանրային գրադարանի հիմնադիրներից է։ Նրա երկու ձմեռային համերգների եկամուտները, որոնք տեղի են ունեցել 1850 և 1851 թվականներին, և որը կազմում էր ավելի քան 1000 ֆլորին, որն այն ժամանակ մեծ գումար էր համարվում, հիմք հանդիսացան գրադարանի հիմնադրմանը։ Նրա լուսանկարը առ այսօր կախված է Չերնովցի քաղաքի գրադարանի տնօրենի աշխատասենյակում։ Երաժշտությունը տարածելու և զարգացնելու իր մեծ վաստակի համար 1889 թվականին բարգեւատրվեց կեսար Ֆրանց Ջոզեֆ առաջինի ասպետի խաչ շքանշանով։ Շքանշանը հանձնելիս իմպերատորը Միքուլին անվանեց այն ժամանակվա ամենամեծ երաժիշտը, որովհետև Միքուլին արդեն ստեղծել էր իր կատարողական ուրույն ոճը, որին հատուկ են քնարական մեղեդայնությունը, նրբագեղությունը և բարձր վարպետությունը։ Միքուլին մահացավ մայիսի 21-ին 1897 թվականին 78 տարեկան հասակում։ Եվ որպես շնորհակալական ժեստ նրա աշակերտները 1900 թվականին իր հուշատախտակը կախեցին Լվովի հայկական եկեղեցու պատին, քանի որ նա հողին էր հանձնվել Լվով քաղաքի հնավուրց հայկական եկեղեցու բակում, եկեղեցին, որը դեռևս կառուցվել էր 1363 թվականին։